Երևանի կենտրոնական փողոցներում հարյուրավոր ծառերի համար հատուկ հատկացված վայրերը արդեն տասնյակ տարիներով դատարկ են։ Ողջույն, ես Ռոբն եմ Հայաստանցի եւ այսօր կխոսենք կլիմայական պայմաններից եւ որ տարածքում ինչ բույսեր պետք է տնկել։ Նախ պետք է դասակարգել կլիմայական գոտիները՝ լեռնային, միջին գոտիներ, դաշտավայրային, ապա եղանակային գործոնները՝ ջերմաստիճան, խոնավություն, հողային պայմաններ, որ տարածքում ինչ ծառեր են ավելի հարմարվող եւ ինչպես ճիշտ տնկել, որ ծառերը հեշտ ադապտացվեն։ Սկզբից վերլուծենք սիրտը։ Երևանն ունի տարբեր միկրոկլիմաներ եւ ճիշտ ծառերի ընտրությունը շատ կարեւոր է երկարաժամկետ եւ արդյունավետ նպատակի համար։ Երևանի կենտրոնը, որտեղ կան հարյուրավոր ծառերի համար հատկացված դատարկ եւ ազատ վայրեր, ունի քաղաքային խիտ բնակեցված միջավայր, բարձր օդի աղտոտվածություն, քիչ հողային տարածքներ եւ գրեթե բացակայում են ոռոգման համակարգերը։ Ծայրամասերն ունեն ավելի մեծ հողային տարածքներ, բայց պայմանները տարբեր են։ Ջուրը մեր երկրի ամենացավալի խնդիրն է։ Երևանում կան նաև խոնավ գոտիներ, օրինակ Հրազդանի կիրճը եւ այլ գետերի ափեր, որոնք դեռ ծանր բետոնով չեն ծածկել։ Դալմայի այգիները եւ օղակաձև զբոսայգին, որը այժմ քարտեզի վրա կդժվարանանք ընդգծել։ Քաղաքին քիչ թե շատ մոտ Նորք Մարաշի անտառն է, որից գրեթե բան չի մնացել։ Ցավալի փաստ է, բայց եթե վճարունակ ես դու էլ կունենաս մնացած նոսր եւ ցանցառ անտառներից կտրելու քո մասնաբաժնի թույլատրությունը։ Հաշվի առնելով հնարավորությունները անցում ենք կատարում ծառերի ընտրությանը, առավելությունը տալով երկարակյաց եւ դիմացկուն տեսակներին, որոնք հնարավորինս սպիտանի կլինեն էկոլոգիային, ու հատուկ խնամք չեն պահանջի, եւ ոչ մի ձևականություն։ Սոսի, այլ կերպ ասած չինար, արագ է աճում եւ հիանալի է օդի մաքրման համար, ներծծում է փոշին եւ օդի ու հողի վնասակար նյութերը։ Հիանալի է հարմարվում քաղաքային հողային պայմաններին, շատ երկարակյաց է եւ կարող է ապրել 200-ից 300 տարի։ Թխկիատերև սոսին Երևան քաղաքի հիմնական կանաչապատման ծառն է։ Նրա մեծ չափսերը, խիտ եւ մազմզուկոտ տերևները լավագույնն են կլանում օդում եղած փոշին։ Թխկի արագ է աճում եւ ապահովում է խիտ ստվեր, ունի բարձր դիմացկունություն եւ լավ է հարմարվում քաղաքային պայմաններին։ Նրա գեղեցիկ տերևները հիանալի են կլանում թունավոր արտանետումները եւ մաքրում են օդը։ Այն հիմնականում պետք է տնկել ավտոճանապարհների երկայնքով որպես պատնեշ փողոցի փոշուց։ Իսկ հզոր արմատային համակարգը կանխում է էրոզիան, որպեսզի հողը ոտքներից տակից չգնա։ Կաղնի, հաճարազգիների ընտանիք, հզոր եւ երկարակյաց պտղատու ծառ, բարձրությունը 40-ից 50 մետր եւ կարող է ապրել 500-ից 600 տարի, իսկ որոշ տեսակներ նույնիսկ 1000 տարի եւ ավել։ Շատ դիմացկուն է եւ շուտ է հարմարվում չորային կլիմային, խորը արմատային համակարգի շնորհիվ լավ է աճում նույնիսկ սակավ ջրի պայմաններում։ Շագանակենի, կաշտան, հաճարազգիների ընտանիքից, երկարակյաց պտղատու ծառ, ծաղկում է 500 տարի եւ ավել։ Շատ գեղեցիկ ծառ է եւ արտադրում է մեծ քանակությամբ թթվածին, հիանալի է օդի ֆիլտրման համար։ Այս հզոր ծառը ունի բուժական հատկություններ, պտուղները օգտագործվում են ժողովրդական բժշկության մեջ, որոշ տեսակներից նույնիսկ թխվում է հաց։ Իսկ այս երկու տեսակների պտուղները սիրելի սնունդն են բազմաթիվ կենդանիների եւ մարդկանց, ովքեր գիտեն օգտակար հատկությունները։ Խոնավ վայրերում գերազանց են աճում սպիտակ եւ լացող ուռենիները, հսկաբարդիները եւ ինչքան հնարավոր է շատանկուզենի։ Չոր վայրերում նախընտրությունը տալիս ենք հացենում, փշատենում, նշենում եւ այլն։ Հայաստանում ջրի խնդիրը ամենացավալին է եւ շուտով հանդես կգանք հստակ նախագծերով եւ առաջարկներով, կարիք ունենալով ուժեղ եւ հնարավորությունների տեր թիմ ձևավորելու։